Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք, ուրախ կլինեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքում, մեկնաբանություններ բաց թողնեք եւ լայքեք։ Այսօր նոր շարունակելու ենք մեր տարերքների մասին ինֆորմացիան, կրակի տարերքի մասին ինֆորմացիան արդեն ես հրապարակել եմ YouTube-յան ալիքում, կարող եք նախորդ վիդեոում դուք դիտեք։ Հիմա կանցնենք ջրի տարերքին։ Ջրի տարերքը նույն կրակի տարերքի հակապատկերն են, ներկայացնում է տեզերքի զգացմունքները եւ ինտենսիվ կողմերը։ Ջրի տարերքը ընդունում է պահպանող էներգիան, դա կանացի յան էներգիան է։ Այն կապված է հոգու, խորքերի եւ այն ամեն ինչին մենք զգում ենք, բայց չենք կարող տեսնել։ Դրանք բաժանվում են հիմնական 3 մասի։ Առաջին մասը հիշողություն եւ ինֆորմացիա, երկրորդ մասը ինտուիցիա, իսկ երրորդ մասը մաքրում եւ բժշկում։ Առաջին մասը հիշողության եւ ինֆորմացիա ջուրը ունակը կլանել, պահպանել եւ փոխանցել տեղեկությունը, մոգության մեջ այն համարվում է տեզերական հիշողության պահապան։ Ինտուիցիա մասին երկրորդը ջուրը կապում է ենթագիտակցորեն եւ ներքին ձայնի հետ, այն հայլի է, որն արտացոլում է մեր ներքին աշխարհը։ Երրորդը մոգություն եւ բժշկություն։ Ի տարբերություն կրակի, որն այրում է, ջուրը լվանում է եւ մաքրում է անցյալի ցավն ու բացասական էներգիան։ Հիմա նաեւ կխոսենք ջրի տարերքի քարերի մասին, հորոսկոպի ջրի տարերքի նշանների մասին եւ տարո արկաների մասին ջրի տարերքի։ Ջրի քարը սովորաբար ունի թափանցիկ, կապույտ կամ կանաչավուն երանգներ եւ կապված է լինում լուսնի եւ օվկիանոսի հետ։ Դրանցից մի քանիսը առանձնացրել եմ ես։ Ակվամարին, խաղաղության եւ պարզության քար, այն օգնում է հանգստացնել հույզերը եւ բացել հաղորդակցությունը։ Լուսնակար, ինտուիցիա եւ կանացի էներգիա հզորացման քար, այն կապված է լուսնի փուլի հետ։ Մարգարիտ, մաքրում է եւ հուզական հավասարակշռության խորհրդանիշն է։ Ամեթիս, թեև այն հաճախ կապում ենք հոգևորի հետ, իր հանգստացող հատկությամբ այն օգնում է սառեցնել բորբոքված հույզերը։ Ինչպես կրակը ունի հորոսկոպի 3 նշաններ, այնպես է նաև ջրի տարերքը ունի հորոսկոպի նշանները։ Դրանցից բաժանվում են 3 տեսակի, այսինքն 3 տեսակի ջրի տարերքներն են։ Խեցգետինն է առաջին, արմատային ջուր, ներկայացնում է տուն, ընտանիք եւ հույզերի պահպանում, մոլորակը լուսինն է։ Երկրորդը, կարիճ, ինտենսիվ, եռացող ջուր, ներկայացնում է միստիկ տրանսֆորմացիա եւ խորը էներգետիկ փոխանակում, մոլորակն է Պլուտոնը։ Երրորդը մեր շատ սիրելի ձկներն են, տեզերական ջուր, ներկայացնում է երազանքներ, հոգևոր միաձուլում եւ անսահմանություն, մոլորակը Նեպտունն է։ Ինչպես սկզբից նշեցի, նաև խոսենք ջրի տարերքի տարո համակարգի մեջ, տարոյի մեջ ջրի տարերքը պատկանում է գավաթների խմբին։ Իմաստը խորհրդանշում է սեր, հարաբերություն, ընտանիք եւ ներքին երջանկություն, դինամիկա։ Եթե քարտերը շատ են գավաթներ, դա նշանակում է, որ իրավիճակը կառավարում է զգացմունքներ, ոչ թե տրամաբանություն, այսինքն եթե հետևորդը ինձ դիմել է ռասկլատի համար, գավաթների եթե շատ են, այստեղ ինքը զգացմունքներով է ավելի շատ շարժվում, քան տրամաբանությամբ։ Նաև ես ձեզ մի փոքր տեղեկություն կտամ, ինչպես են աշխատում գործնականում ջրի տարերքի հետ։ Ուղղությունը արևմուտքն է ջրի տարերքի, գույնը կապույտ, արծաթագույն, փիրուզագույն եւ սպիտակ։ Ծիսակարգը կիրառելու դեպքում ջուրն օգտագործում են օրհնության, լիցքավորման եւ մաքրման համար։ Ջրի վրա արված աղոթները կամ մտադրությունները համարվում են ամենազդեցիկներից մեկ, այսինքն եթե դու նեգատիվ ես հանում, այսինքն բացասական էներգիան ես ուզում ջրի տարերքով հանել, ջրի տարերքն ես օգտագործում, միանշանակ եթե մասնագետը ճիշտ գործողություն անում, միանշանակ 100%-անոց իր ազդեցությունը կտա։ Նաև ինչու՞ չէ ոչ
Նաև օգտագործում եմ բացասական աշխատանքները օգտագործելու համար ջրի տարերքը։ Ջուրը մեզ սովորացնում է լինել ճկուն, խոսել խոչընդոտների շուրջ և վստահել մեր ներքին զգացողություններին։ Այսքանն էր սիրելի հետևորդներ ջան ջրի տարերքի մասին տեղեկությունը։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։ Հաջորդ ուղիղ եթերի ժամանակ կլինի օդի տարերքը, հետո հողի տարերքը և վերջին 5-րդ տարրը, որ կապում է 4 տարերքն իրար, տարերքի տա ոգին է։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։